12 միլիարդի ծրագիր ես ոնց եմ կարդալու հիմա։ Վարչապետ Փաշինյանը կատակելով կառավարության անդամներին տրամադրում է, որ 52 համայնքում իրականացվող 169 սուբվենցիոն ծրագրի անվանում հատիկ առ հատիկ կարդալու է։ Պարոն վարչապետ, մեր միջին ցանկից շուրջ 6 անգամ ավելի ծավալուն համաֆինանսավորում ենք անելու։ Ինչի՞։ Շուրջ 6 անգամ ավելի մեծ։ Ինչն է պատճառը։ Պատճառը, որ ուզում ենք բոլոր շինարարների հետ տարեվերջին մեր կատարողականի հաշիվները փակած լինենք, եթե այդպես ասեմ, նաև կուզեմ արձանագրել, որ մենք ընդհանուր առմամբ 33 միլիարդ 635 միլիոն դրամի համաֆինանսավորած կլինենք 2025 թվականի ընթացքում պետական բյուջեից, որը մեր տարեսկզբի բյուջետավորածի համեմատ ավելի քան 200%-ով եւ ընդհանուր առմամբ նախորդ տարվա կատարողականից ավելի քան 2 միլիարդ դրամով։ Այնուամենայնիվ գործադիրի ղեկավարը թվարկում է այդ ամբողջ շարքը։ Փորձենք արագածոտնի։ Հայաստանի տնտեսության զարգացման համար Փաշինյանն առիթը բաց չի թողնում եւ ամեն անգամ աշխատող, արդյունք ստեղծող եւ հարկ վճարող քաղաքացիներին շնորհակալություն է հայտնում։ Շնորհակալությունների շարքը վարչապետը լրացնում է եւս մեկով։ Մոռանում եմ միշտ հիմա մի բան ենք ավելացրել։ ՀԴՄ կտրող տրամադրող եւ ՀԴՄ պահանջել չմոռացող քաղաքացիներին պետք է շնորհակալություն հայտնենք, մանավանդ որ մոռացողների թիվը ոնց որ թե հենց ահագին շատ է։ Եվ շատ է։ Ոնց են բյուջեի հավաքագրումները, պարոն Հակոբյան։ Բավական լավ, պարոն վարչապետ, երկնիշ աճերը, որոնք որ բարբերաբար խոսում ենք այս նիստերին պահպանվում են ու արդեն ընդհուպ մոտեցել ենք ծրագրին, ամսի 20-ին իհարկե մուտքերի արդյունքներով ավելի հստակ պատկեր կունենանք։ Իսկ ՀԴՄ-ների մասին որ խոսեցիք, այդտեղ էլ պատկերը բավական լավն է ու բոլոր կտրոններով քանակով եթե նայենք 18%-անոց աճ ունենք, հասույթով 11%-անոց աճ ունենք։ Փաշինյանը պետ նախագահին վատ լուր է հայտնում։ Այն որ վարչապետի աշխատակազմից գնացել են բան առնելու, ասել են դե եթե կանխիկով կտակ փողը ուրիշ գին է, եթե քարտով կվճարեք ուրիշ գին։ Ինչ է նշանակում Երևան քաղաքի կենտրոնում վարչապետի աշխատակազմը գնա առևտուր անի, ասի դե գիտես ընկեր ջան, սա ինձ է մեր մոտ։ Վարչապետը հունից դուրս եկավ, հրահանգեց փակել այդ խանութը։ Ձևը գտեք, փակեք այդ խանութը։ Ստուգելու եմ, չգիտեմ ասածս ինչքանով է, փակեք այդ խանութը։ Այդ խանութում առևտուր պետքա չլինի։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ։ Միջև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պետք է չբացվի։ Կզեկուցեք անձամբ։ Քանի սենց խանութի տեղ իմացա, ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա։ Փակվելու է այդ խանութը։ Արարատ Միրզոյանը փորձում է վարչապետի զայրույթը մեղմել եւ թեման շեղել։ Պարոն վարչապետ, դուք որ ընթերցում եք, իմ մեջ սենց այսպիսի հարց առաջացավ էլի։ Ես հիշում եմ այն ժամանակ, որ ներմուծում ենք տուֆ քարով սալարկումը, ես ինքս դրա շատ ջատագովներից էլի։ Հիմա արդեն որոշակի ժամանակ է անցել, հետաքրքիր է արդարացնում է նաև ժամանակի փորձությունը եւ նաև դե գին որակ բարաբերակցություն։ Ճիշտն ասած, ես այսքան ընթացքում մենակ մի տեղ եմ լսել, որ այդքան էլ լավ չի աշխը։ Մնացած բոլոր տեղերը ոնց որ թե գողնակություն կա, այդ էլ ենթադրում եմ հենց կոնկրետ այդ քարի խտության հարց կա։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը զեկուցում է, որ այս անգամ ապօրինի 7 անշարժ գույք է ամրացվելու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը։ Գույքերը վերադարձվել են, պարոն վարչապետ, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ներկայացված հայցերի բավարարման արդյունքում այո, ապօրինի գույքի վերադարձի մեր ընդհանուր տրամաբանության ներքո է գտնվում։ Փաշինյանը հանձնարարեց ստուգել նաև Իջևանի երկաթգծի կայարանի շրջակա հողերի կարգավիճակը։ Կարող է այդտեղ էլ դատախազությանը դիմելու առիթներ ունենանք եւ կարող է պարզվի, որ այն պահին, երբ որ երկաթգծի կայարանը պետք է սկսի որոշակի աշխատանքներ, կարող է պարզվի տարածքներ չկան, բեռնային տերմինալներ ունենալու համար տարածք չկա, այս չկա, այսինքն չսպասենք
այդ օրը գա, հետո ասենք վայ, բա այսօր են, այսօրվանից մի հատ նախ կարգավիճակները շրջակա հողերի պարզաբանենք, որպեսզի կարողանանք իրադրությունները կառավարել։ Նախարար Միրզոյանը դիմեց Փաշինյանին, որպեսզի նույն գործողությունն իրականացվի նաև մյուս հնարավոր տեղերում՝ Թուրքիայի սահմանին, Նախիջևանի մոտ, Ախուրիկի, Երասխի ուղղություններով։ Կաթողիկոսին հանգստի կոչող եպիսկոպոսներին չի ուղղորդում, բայց ողջունում եւ աջակցում է նրանց։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ 10 եպիսկոպոսները Էջմիածնի միաբաններ են, այսինքն Էջմիածնի վանական համալիրը իրենցն է եւ իրենք էլ Էջմիածնի վանական համալիրին են։ Եվ հետևաբար նրանց կողմից հնչեցված հրավերը հավաքվելու մայրաթոռում բացարձակապես լեգիտիմ է, որովհետև դա ըստ էության իրենց միաբանությունն է, իրենց կեցավայրն է եւ իրենք ունեն լեգիտիմություն իրենց հետևորդներին, եւ նրանք նաեւ թեմակալ առաջնորդներ են, իրենց թեմի հավատացյալներին, թեմերի հավատացյալներին հրավիրել։ Վարչապետը նշեց, կաթողիկոսի կայացրած որոշումները Հայաստանի Հանրապետության համար լեգիտիմ չեն, ինչպես օրինակ քահանաներին կարգալույց հռչակելը։ Այսօրվա իրադարձությունը նրա մասին է, որ Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցում ճգնաժամ է, այլևս որևէ մեկը դա չի կարող ժխտել, եւ այդ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի։ Չի հանգուցալուծվելու այդ ճգնաժամը, քանի դեռ Կտրիչ Ներսիսյանը հեռացված չէ մայրաթոռից։ Այսօր կհեռացվի մայրաթոռից։ Ուրեմն այդ ճգնաժամի հաղթահարման մեկնարկը կտրվի այսօր, վաղ կհեռա։ Բոլոր դեպքերում առաջի քայլը դա է։ Եվ սա նաև կոնսենսուսի հաջորդ կետն է մեր եւ 10 եպիսկոպոսների։ Հարցին, որպես կաթողիկոսի տեղապահ, արդյոք դիտարկվում է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի թեկնածությունը, Փաշինյանը պատասխանում է. Ոչ, ձեր հարցի ուղիղ պատասխանն է ոչ։ Հերքում եմ։ Ես հերքում եմ ընդհանրապես, որ ես ունեմ, մտածում եմ տեղապահի որևէ թեկնածուի մասին։ Վարչապետը դիմեց լրագրողներին։ Որ լրագրողն է կաթողիկոսին հարցրել, աղջիկ ունեք թե չունեք։ Հարց 1։ Երկրորդը դա համատեղելի է արդյոք ծառայության հետ։ Հարց 2։ Ձեր եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է թե չէ։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Եկեղեցին ֆինանսական թափանցիկություն ունի, թե թափանցիկություն չունի։ Հարց տվել եք, ինչի իմիջիայլոց ասեմ, 10 եպիսկոպոսների թեման ինչից է սկսել։ Երբ որ հանձնախումբ ա եղել, որը ասել է, որ Արշակ կամ Սամվել Խաչատրյանի հետ կապված իրավիճակը պետք է քննվի։ Եվ Կտրիչ Ներսիսյանը հրաժարվել է դա քննել։ Բայց հարցերին չի տրվել։ Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի այն հայտարարությանը, թե պատրաստ են միանալ Թրամփի ուղի նախագծի իրականացմանը, Փաշինյանը նշեց. Տրիպի հետ կապված գիտեք, որ հռչակագրում հստակ գրված է, որ դա Հայաստան Միացյալ Նահանգներ երկկողմ նախագիծ է եւ երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով։ Այսինքն դա հստակ ձևակերպված է եւ այս շրջանակից դուրս մեկնաբանություն տալը կոռեկտ չեմ համարի։ Կրկին խոսելով եկեղեցի պետություն լարված իրավիճակից, վարչապետը հաստատեց. այո, պատրաստ է ընդունել մի օրակարգ, որով կապահովի կաթողիկոսի արժանապատիվ հեռացումը։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։